Սլովակիայի վարչապետին ընդունել է հանրապետության նախագահը։ Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հասնելու կայուն եւ հարատև խաղաղության, նշել, որ այդ նպատակի իրագործմանն է միտված խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Ռոբերտ Ֆիցոն ընդգծել է, որ Սլովակիան լիովին աջակցում է Հայաստանի ջանքերին, ուղղված խաղաղության հաստատմանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Սլովակիայի միջև գործակցության խթանման վերաբերյալ հարցեր, մտքեր փոխանակել նաեւ Բրատիսլավա-Երևան ուղիղ ավիաթռիչքների հնարավորության վերաբերյալ։ Մոտ 20 տարի այսպիսի այցելություն չի եղել, այդ առումով շատ գնահատելի է ձեր այցը։ Եվրոմիության հետ մենք սերտ համագործակցության մեջ ենք եւ նաեւ այս համագործակցության մեջ կա Սլովակիայի մասնակցությունը եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ այն աջակցության համար, որ ցուցաբերվում է կոնկրետ նաեւ Սլովակիայի կողմից, խոսքը վերաբերում է եւ դիտորդական առաքելության Հայաստանում ներկայացվածությանը, խոսքը վերաբերում է եւ այն բոլոր նախաձեռնություններին, որով մենք այսօր համագործակցում ենք Եվրոմիության հետ եւ այստեղ Սլովակիայի աջակցությունը կա, մենք միշտ զգում ենք դա եւ ես վստահ եմ, որ ձեր այցելությունը այդ առումով է նպաստավոր կլինի։ Thank you very much. Մենք բարձր ենք գնահատում ձեր ջերմ հյուրընկալությունը, վստահ ենք, որ այս այցը ձեր գեղեցիկ երկիր կլինի հաջողված եւ ցանկանում ենք եւս մեկ անգամ հայտնել մեր երախտագիտությունն այդ հնարավորության համար։ Երևանյան երկխոսությանը մասնակցելու նպատակով Երևանում են նաև Եվրոպայի խորհրդի տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահը։ Վահագն Խաչատուրյանի հաջորդ հանդիպումը եղել է Մարկ Քոլսի հետ։ Կողմերը կարևորել են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ընդգծելով դրանց շարունակականության եւ խորացման անհրաժեշտությունը։ Ձեր այցելությունն նաեւ գնահատում ենք որպես Եվրոպական միության, նաեւ Եվրոխորհրդի հետ մեր վերջին ժամանակների ակտիվ համագործակցության կարևորագույն գործոն։ Ձեր ղեկավարած կոնգրեսը Եվրոխորհրդի երկու կարևորագույն հարթակներից մեկն է եւ ես ուզում եմ առանձնահատուկ նշել հատկապես տեղական իշխանությունների եւ տեղական ինքնակառավարման դերը ժողովրդավարական երկրների համար։ Փաստ է եւ անքննելի է, որ հատկապես ժողովրդավարական երկրներում տեղական ինքնակառավարման կայացվածությունից է կախված նաեւ պետության հզորությունը։ Եվ նաև վստահ եմ, որ այն աշխատանքները, որ հիմա կատարվում է հատկապես մեր տեղական իշխանությունների կարողությունների մեծացման, աջակցման ուղղությամբ, դրանք իրենց դրական արդյունքները տալիս են, տվել են եւ կտան։ Merci beaucoup, Monsieur le Président, pour cette entrevue. Քաղաքականության մեջ ես արդեն 40 տարի եմ եւ բազմաթիվ ֆորումների ու համաժողովների եմ մասնակցել, սակայն պետք է նշեմ, որ սա միանգամայն յուրահատուկ էր։ Հազվադեպ է պատահում, որ բանախոսների այսքան բարձր մակարդակ եւ լայն մասնակցություն ապահովվի։ Սա վկայում է այն մասին, թե որքան կարեւոր դերակատարություն կարող է ունենալ Հայաստանը որպես ժողովրդավարական եւ կայուն պետություն այս տարածաշրջանում։ Ընդհանրապես Եվրոպայի խորհուրդը, ներառյալ խորհրդանական վեհաժողովն ու կոնգրեսը մշտապես բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող զարգացումները եւ բարեփոխումները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնգրեսի եւ Հայաստանի պետական կառույցների գործակցությամբ իրականացվող ծրագրերը։ Երկուստեք վերահաստատվել է գործակցության ամրապնդման պատրաստակամությունը, իշա Հայաստանում ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման եւ համաչափ զարգացման առաջմղման։ Մայա Խաչատրյան, լուրեր։